Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Երևան։ Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հայաստանն ու Ֆրանսիան դեկտեմբերի 15-ից 16-ը Փարիզում անցկացրել են երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ, որոնց արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության 2026 թվականի ծրագիրը։ Այն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Նախագծերի քվեարկությունից հետո վարման կարգով ելույթ է ունեցել ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը, անդրադառնալով պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրա օգնականին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ կարևորում է ինչպես իր երկրի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը տարածաշրջանային կայունության եւ զարգացման առումով, ինչ իրադարձություններ են նախորդել այս հայտարարությանը։ Լյուքսեմբուրգում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի մեծ դքսության արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի հետ։ Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Հանդիպմանը ստորագրվել է Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Հայաստանի քաղաքացիները այսուհետև կկարողանան անկախ իրենց գտնվելու վայրից էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել բոլոր այն գործարքները, որոնք նորարարական վավերացում չեն պահանջում։ Օրենքի նախագիծը ամբողջությամբ եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ազգային ժողովում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Երևան։ Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։ Նա նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը նաեւ կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ՆԱՏՕ-ի դաշնակից դեսպանների հետ։ Երևանում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է երկու երկրների միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստը, որի ժամանակ քննարկվել են նախորդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական եւ մշակութային հումանիտար հարաբերությունների ամբողջ համալիրը, նաեւ սահմանվել են երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով գործակցության զարգացման հետագա քայլերը։ Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը եւ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Նաեւ երկկողմ փաստաթղթեր երկու երկրների գերատեսչությունների մակարդակով։ Հայաստանն ու Ֆրանսիան դեկտեմբերի 15-ից 16-ը Փարիզում անցկացրել են երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ, հայտնել է պաշտպանության նախարարությունը։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության 2026 թվականի ծրագիրը։ Այն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Բացի այդ, ամփոփվել են գործակցության շրջանակում 2025 թվականի աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը։ Որոշվել է հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները անցկացնել Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացրած զեկույցի համաձայն Հայաստանը 2023-24 թվականներին Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր։ Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է կեսար հաուբիցիներ, այդ մասին հայտնի էր դարձել 2024 թվականին, իսկ փաստաթղթի մեկ այլ մասում նշվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին 15 հակատանկային հրթիռներ ու հրթիռային կայանքներ մատակարարելու մասին։ Ազգային ժողովը այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է մի շարք օրինագծեր։ Դրական եզրակացություն են ստացել առողջության համընդհանուր ապահովագրության մասին, պետական նպաստների մասին, հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, կրիպտոակտիվների եւ անկանխիկ գործառույթների մասին։ Նախագծերը դրանց վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորները առաջարկներ չեն ներկայացրել, իսկ գլխադասային հանձնաժողովներում քննարկված փոփոխություններից որոշումներն էլ տեղ են գտել նախագծերի ամբողջական ընդունումից առաջ։ Այսպիսով սույն նախագծերը օրենքի ուժ կստանան 2026 թվականի հունվարի 1-ից։ Ընդդիմադիր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։
Նախագծերի քվեարկությունից հետո վարման կարգով ելույթ է ունեցել ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրա օգնականին։ Վերջինս սոցիալական ցանցերում, ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակը, անպատիվ եւ լկտի գրառումներ է անում իր քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի խումբ թիմակիցների հասցեին, նրանց անվանելով լափակեր։ Օրինակ քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից եւ մեկնաբանել է լափել միջև վերջ ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրանց տուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը որն ալնում։ Տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը միայն փող է պահանջում, կարա տանի Սերժ Սարգսյանից տուն, կամ Սերժ Սարգսյանի փեսու տուն, կամ այն մյուս փեսու տուն, կամ աղբոր տուն, որ այդ օգնականը իմանա լափելը որն է։ Ուրեմն ուշադիր բոլորին է վերաբերվում, այս բացակայող Հայաստան դաշինքին, պուին, այն ավել պակաս խոսացող ֆեյսբուքյան, չգիտեմ, ակտիվիստներին, դերասաններին, կապիկներին, փող վեկալող մարդկանց, այո, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք, բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք, հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք, ես բոլորի անունից ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասեմ, կրկնում եմ, նախընտրական պրոցես է սկսվում, հանկարծ չսխալվեք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախորդ շաբաթ Աշխաբադում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ տեղի ունեցած բանակցություններից մի քանի օր անց հայտնել է, որ կարևորում է ինչպես իր երկրի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը տարածաշրջանային կայունության եւ զարգացման առումով։ Ինչ իրադարձություններ են նախորդել այս հայտարարությանը։ Ադրբեջանական վառելիքի Վրաստանի տարածքով Հայաստան տարանցման խնդիրը կարծես թե աստիճանաբար հանգուցալուծվում է եւ Ադրբեջանի դժգոհությունները ինչ որտեղ նաեւ վերջնագիրը դիպել են ուղիղ թիրախին։ Դեռևս Աշխաբադում Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետերի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո պարզ դարձավ, որ վրացական կողմը հետ քայլ է անելու։ Ավելի ուշ արդեն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկու երկրներն ունեն բացառիկ բարեկամական հարաբերություններ, իսկ իր եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մինչև բանակցությունների հիմնական թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական համաձայնությունն է, որտեղ պետք է հաշվի առնել նաև Վրաստանի շահերը։ Մեզ համար կարևոր են ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը եւ ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի երեք երկրների շահերին։ Հավելենք, որ դեռևս օրեր առաջ նախ ադրբեջանական, ապա հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ առաջիկայում Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիք է ներկրվելու Հայաստան, սակայն վրացական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում տարանցման համար, նկատի ունենալով մաքսատուրքերի գումարը, որն ըստ ադրբեջանական կողմի չափազանց բարձր է։ Բարձրացված աղմուկից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն տարածեց, թե քաղաքական եւ բարիդրացիական ժեստ է անում հարևաններին եւ մեկանգամյա անվճար տարանցում կապահովի։ Այս հայտարարությունը հաստատեցին նաեւ ադրբեջանական եւ հայկական կողմերը տարանցման ժամկետներ չնշելով, որից հետո կրկին ադրբեջանական իշխանական մամուլում դժգոհություններ առաջացան վրացական կողմին ակնարկելով, որ լրջորեն դիտարկում են Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերագործարկման տարբերակը, ինչը փաստորեն վրացական իշխանություններին ստիպել է փոխել դիրքորոշումն ու օգտվել տարածաշրջանային լոգիստիկ հնարավորություններից։ Լյուքսեմբուրգում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի մեծ դքսության արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի հետ։ Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների եւ շահերի հիման վրա։ Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները իրենց բովանդակությամբ ռազմավարական են, ինչն իր արտահայտությունն է ստանում իրականացվող համատեղ ծրագրերում։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Եվրոպական միություն գործընկերությանը վերաբերող հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործակցությունը շարունակել զարգացնել տարբեր ձևաչափերում։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Հանդիպմանը Արարատ Միրզոյանն ու Քսավիե Բետելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի մեծ դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։
Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի падգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նույն օրը ստորագրված համատեղ հռչակագրին, որը ուրվագծում է գործակցության առաջնահերթությունները եւ կարևորում նաեւ օրենսդիր մարմինների միջև գործակցությունը։ Նախարար Միրզոյանն իր եզրակացությունն է Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ Արարատ Միրզոյանը եւ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը ընդգծել են նաեւ Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Բիշկեկում կայացել է Ղրղստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղայմոդյանի հանդիպումը այդ երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գնդապետ Տալայբեկ Շարշևի հետ, որի ընթացքում ներկայացվել է Ղրղստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Նորոյանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ղրղստանի պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ գործակցության արդի իրավիճակի եւ վերջինիս զարգացման հետագա հեռանկարների վերաբերյալ, այդ թվում ռազմատեխնիկական գործակցության բնագավառում։ Տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, կոչ անելով վաղը ժամը 17-ին միանալ իրենց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II հանգստի կոչելու արդար պահանջով։ Եպիսկոպոսների ձևակերպմամբ դա այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Սիրելի ծառայակից եղբայրներ, հավատարիմ եւ հավատացյալ ժողովուրդ, արդ հասել է ժամանակը, որ հանուն բոլորիս պաշտելի Սուրբ Էջմիածնի, այլև ամենայն հայոց կաթողիկոսության եւ հավատավոր աշխարհասփյուր մեր ժողովրդի արտահայտենք հստակ եւ վճռական դիրքորոշում մեր եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվենք տարատեսակ դժվարությունների եւ ճնշումների առջև եւ ի սրտե Աստծու կանգնեցնենք Մայրաթորի օր ավուր ահագնացող գահավիժումը։ Մայրաթոր Սուրբ եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային եւ պետական անվտանգային շահերին։ Պատմության առջև յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրում մեր կայացրած որոշումներով եւ գործերով։ Կոչ ենք անում հոգեվոր մեր եղբայրներին եւ հավատավոր մեր ժողովրդին միասնական կամք դրսեւորել, միանալ մեզ եւ ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար կանոնական ընթացքի դեմ, իսպար մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիքերն ու ջանքերը, ասված է հայտարարության մեջ։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող շինծո դատական քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցներին հաղորդմամբ դատարանի երկվա նիստի ընթացքում կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճառերի փուլի մեկնարկի դեմ, բացի այդ Վարդանյանին նշանակված փաստաբանը ներկայացրել է երկու միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնել, թե ինչ միջնորդություններ են ներկայացվել։ Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին, երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու, ահաբեկչության, ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Հայաստանի քաղաքացիները այսուհետ կկարողանան անկախ իրենց գտնվելու վայրից էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել բոլոր այն գործարքները, որոնք նոտարական վավերացում չեն պահանջում։ Օրենքի նախագիծը ամբողջությամբ եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ազգային ժողովում։ Այն կգործարկվի պիլոտային տարբերակով։ Այսուհետև նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը հնարավոր կլինի կնքել թվային էլեկտրոնային տարբերակով, այս մասին ասուլիսում հայտնեց կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Ըստ նրա դեռևս դեկտեմբերի սկզբին ազգային ժողովը ամբողջությամբ եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը թիրախավորում է օրենքի կարգավորման երկու կետ։ Առաջինը նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումն է
էլեկտրոնային տարբերակով։ Երկրորդը այս գործարքներից ծագող իրավունքների պետական գրասմանն է վերաբերում, որը ևս հնարավոր է իրականացնել առանց մարդկային գործոնի ազդեցության, ինքնաշխատ եղանակով։ Քաղաքացիները կարող են գործարքները կնքել թվային միջավայրում, էլեկտրոնային միջավայրում։ Այսինքն գործարքը ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, անկախ այն հանգամանքից թե քաղաքացին աշխարհի որ վայրում է գտնվում, եւ նորից նույն ձև էլեկտրոնային եղանակով ներկայացվում է դիմում պետական գրանցում կատարելու համար կադաստրի կոմիտե։ Եվ ինչպես նշեցի, արդեն այդ գործարքից էլ ծագող իրավունքները որոշակի վավերապայմանների առկայության դեպքում կարող են նաև գրանցվել ինքնաշխատ եղանակով։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն իր խոսքում ընդգծեց, որ նախագիծը պիլոտային է, առաջին փուլը տևելու է 18 ամիս, որի ընթացքում հավաքագրվելու են նախագծի ընթացքում ծագած հնարավոր խնդիրները, այդ ուղղությամբ լուծումներ են առաջարկելու, կատարելու են շտկումներ, իսկ էլեկտրոնային պայմանագրերի գործարքների կնքման սահմանափակումներ չկան։ Միակ սահմանափակումն էլ վերաբերում է տարիքային շեմին, այսինքն գործարքներ կարող են իրականացնել 18 տարին լրացած քաղաքացիները։ Անձնական տվյալների հնարավոր արտահոսքի եւ դրան հարակից այլ ռիսկերի բացառման համար էլ Ղազարյանը նշեց, որ ռիսկերը հասցրել են նվազագույնի, քանի որ անձը խիստ նույնականացում է անցնում։ Անձը նախ մուտք է գործում կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ, պարտադիր կերպով ես եմ նույնականացման հարթակի միջոցով նույնականացվելով, դրանից հետո իր մոտ կա անձնական գրասենյակ բաժին, որտեղ արտացոլվում են այն գույքերը, որոնք վերջինիս պատկանում են սեփականության իրավունքով եւ որոնց վերաբերյալ քաղաքացին կարող է իրավունք ունի կնքելու գործարքներ։ Նաեւ արտացոլվելու են այն գործարքների, տիպային գործարքների տեսակները, որոնք որ քաղաքացին կարող է կնքել էլեկտրոնային միջավայրում առանց նոտարական վավերացման։ Ենթադրենք, ես ուզում եմ ինձ պատկանող գույքը օտարել, ընտրում եմ առուծախի պայմանագիր տեսակը, ընտրում եմ այն գույքը, որը ցանկանում եմ օտարել, եւ համակարգը ինքնաշխատ լրացնում է այն տեղեկատվությունը, որը արկա է կադաստրի կոմիտեի էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում։ Դա կլինի գույքի հասցեն, գույքի մակերեսը, այլ նույնականացնող տվյալներ եւ այլն։ Ինչից հետո քաղաքացին հնարավորություն է ունենալու միայն լրացնելու օրինակ գործարքի արժեքը, թե ինչ գնով է ցանկանում օտարել իր գույքը, եւ ստորագրելուց հետո, կրկին էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելուց հետո ներկայացնելու է արդեն մյուս կողմին ստորագրում։ Իդեպ օրենքի նախագծից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան անկասկած կհասնի իր նպատակներին Ուկրաինայում, այդ թվում ռազմական ուժով գրավելով այն տարածքները, որոնք Վլադիմիր Պուտինը ռուսական է համարում։ Ելույթ ունենալով պատերազմը դադարեցնելու միջազգային դիվանագիտական ջանքերի ֆոնին, Պուտինը պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման այսօր կրկնել է նույն այն փաստարկները, որ Կրեմլը ներկայացնում էր 4 տարի առաջ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելիս։ Բռնակցված Ղրիմից բացի Ռուսաստանն իրենն է համարում նաև Դոնբասը, Խերսոնն ու Զապորոժիեն, որոնց մի մասը շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։ Կիևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարված է հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքներին։ Գլխավոր շտաբը նշել է, որ խոցված շրջանում հրդեհ է բռնկվել եւ պայթյուններ են որոտացել։ Նաեւ հաստատել Ռոստովի մարզում նավթային բազայի հարված հասցնելու մասին։ Ռուսական տեղական իշխանությունները հայտնել են, որ Կրասնոդարում ուկրաինական անօթաչուի հարձակման հետևանքով տուժել է 2 մարդ, վնասվել են մի քանի տներ եւ անջատվել է էլեկտրամատակարարման որոշ շրջաններ, տուժածները հոսպիտալացվել են։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ռուսաստանի կողմից պատճառված վնասի փոխհատուցման միջազգային հանձնաժողովի ստեղծմանը նվիրված համաժողովում Եվրոպայի խորհուրդը ընդունել է Ուկրաինայի համար պահանջների քննարկման միջազգային հանձնաժողովի ստեղծման մասին կոնվենցիա, որը ռուսական ագրեսիայի պատճառած վնասի փոխհատուցման մեխանիզմի մի մաս է, հաղորդել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքեջը։ Առաջինը այն ստորագրել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, Նիդերլանդների արտգործնախարար Դավիդ Վան Վիլը եւ Մոլդովայի արտգործնախարար Միխայ Պոպշոյը։ Համաժողովին մասնակցել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս վարչական մարմինը կքննարկի, կգնահատի եւ կորոշի Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում կամ նրա դեմ կատարված միջազգային անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասների, կորուստների եւ վնասվածքների փոխհատուցման պահանջները։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կասեի, որ մեր հաջողության հավանականությունը 50-50 է, ասել է Մերցե հեռուստաընկերության եթերում ռուսական սառեցված ակտիվների օգտագործման մասին։ Գերմանիայի կանցլերը նաև ընդունել է ամբողջ Եվրոպայում արկա մտահոգությունները Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման վերաբերյալ։ Իհարկե, այս որոշումները ռիսկերից զերծ չեն, կան իրավական մարտահրավերներ եւ կան քաղաքական մարտահրավերներ։ Ես կարծում եմ, որ իրավական խոչընդոտները կարելի է հաղթահարել, բայց քաղաքական խոչընդոտները կմնան, եւ մենք պետք է դրանք միասին հաղթահարենք Ռուսաստանի նկատմամբ իսկապես հստակ եվրոպական դիրքորոշման հասնելու համար, պնդել է Գերմանիայի կանցլերը։ Մերցը շեշտել է, որ Կիևը ունի ֆինանսավորում առաջին եռամսյակի համար, բայց դրանից հետո իրավիճակը կդառնա կրիտիկական։ Եվ դա ճիշտ է, մենք կարող ենք ստիպված լինել աջակցել Ուկրաինային եւս 1 կամ 2 տարի, եւ մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Մոսկվային, որ պատրաստ ենք դա անել, նշել է Գերմանիայի կանցլերը։ Ուկրաինան 700 միլիոն եվրո կստանա անօդաչու թռչող սարքերի գնման համար, հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Նա իր սոցցանցերի էջում բացահայտել է Ուկրաինային տրամադրված վերջին օգնության մանրամասները։ Ես հայտարարում եմ մեր վերջին աջակցության մասին 700 միլիոն եվրո անօդաչու թռչող սարքերի եւ 250 միլիոն եվրո ամերիկյան զենքի համար։ Մենք բոլորս պետք է ակտիվացնենք մեր ջանքերը Ուկրաինայի բանակցային դիրքը ամրապնդելու համար, գրել է նա։ Բրեկելմանսը հավելել է, որ աջակցություն տրամադրելու որոշումը կայացվել է չնայած դիվանագիտական ոլորտում զգալի առաջընթացին, քանի որ հակամարտությունը դեռ չի ավարտվել եւ Ուկրաինան մեր ռազմական օգնության կարիքն ունի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Վենեսուելան լիակատար շրջափակված է։ Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ հավաքված ամենամեծ նավատորմով։ Միացյալ Նահանգները շրջափակման մեջ է դնում ենթաօրենսդրական նավթային լցանավերի համար, որոնք ուղևորվում են Վենեսուելա կամ դուրս են գալիս նրա ջրերից, հայտարարել է Թրամփը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 2 պաղեստինցի, իսկ 6-ը վիրավորվել։ Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է առնվազն 393 պաղեստինցի, վիրավորվել 1074-ը։ Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում պատերազմի զոհերի ընդհանուր թիվը հասել է 70667-ի, վիրավորներինը 171151-ի։ Եթե ԵՄ-ի հետ ընթացքը շարունակվի այս ոգով, Վրաստանի համար ԵՄ-ին անդամակցելու հարցում իրավիճակ կփոխվի։ Վրաստանի առաջին ալիքի եթերում հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Եվրամիությունը օրեցօր թուլանում է տարեստարի վատթարանում է տնտեսապես, ժողովրդավարական, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության առումով։ Իրավիճակը շատ դժվար է բոլոր ոլորտներում։ Այս պայմաններում մենք սուբյեկտիվորեն հետաքրքրված ենք տեսնելու, թե ինչպես են Եվրամիությունում բացասական միտումները փոխարինվում դրականներով, ասել է նա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։